մենք հայտարարում ենք բաց կառավարում, հրապարակային հաշվետու կառավարում։ Հանրությունը պիտի իմանա բյուջետային փողերի ծախսերի, հանրային միջոցների օգտագործման, գույքի եւ մնացած բաների օգտագործման ամբողջ պատմությունը եւ որոշումները, որոնք կայացվում են այս ամենի հետ կապված։ Չի լինելու որևէ գաղտնի, կիսաթափանցիկ, խոհարված, համացանցում միայնիսի տեղ տրված տեղեկություն, որը գտնելու համար 20-25 տարի է կար, 70 քայլերով հրապարակասների չգտնեն ոչ բացում թափանցիկ է լինելու։ Լինելու է այն, ինչ տարիներ տասնամյակներ շարունակում են մեր թիմով, մեր լրագրողներով արել։ Հաշվետու կառավարում, հաշիվ տալ բոլոր կատարած որոշումների գործողությունների համար։ Սա մենք խոստանում ենք։ Սրա համար ինչ-որ միջոցներ, ովեր, չգիտեմ, սուբվենցիա, միջազգային հիմնադրամներից ֆինանսավորման կարիք չկա, հասարակ բան է, որը շատ վաղուց եւ ավելի մեծ ծավալով պիտի արվի։ Ինչ-որ բան արվել է, իհարկե, այստեղից քիչ է որպեսզի համարենք, թե բավարար է։ Եվ իհարկե մասնակցային կառավարում։ Խոսքը այն մասին է, որ շատ հաճախ մեր ընտրողները տեղական կառավարման մասնակցել են ընտրությունից ընտրություն։ Գնացել են ընտրության, կամ չեն գնացել ընտրության, վերջ 5 տարի անցել է, մաթեմատներին չեն խմել, տեղյակ չեն եղել ինչ է տեղի ունենում, 1-2 անգամ գուցե ջահելներից փորձել են մի հարցով դիմել համայնքապետարան, շատ հաճախ երրորդ պետական քաշշուկների մեջ են դրով ասպախների փորձը չկա, մնամիուս ընտրություններին ուրիշին կնդրել կամ ընդհանրապես չեն։ Մենք հանրության մասնակցության համար աշխարհում իրական գաղափարի գործիքները օգտագործել են։ Դրանք հանրայնություններն են, բազմազան հարցումներն են, բողոքների, աստորագիր համակարգերի գործարկումն են, որպեսզի մենք իմանանք, թե հասարակությունը ինչ է մտածում մեր առաջարկների մասին, մեր նախագծերի մասին եւ լսենք իրենց առաջարկություններն ու նախագծերը։ Ամենատարածված խոսքը, որը դուք լսել եք, ոչ միայն հիմա, այլ նախկինում հետեւյալն է, թե մենք պետական իշխանության ստեղծելու ենք 50,000 աշխատատեղ։ Սիրելի ժողովուրդ, կառավարության մարդը, ով տեղական ինքնակառավարման մասին օրենքից տեղյակ չէ։ Կամ հավակնություն ունի այդ օրենքը փոխել այնպես, որ ժողովրդավարական երկիր կամ հանրապետական երկիր ինքն որոշի անձամբ որպես քաղաքապետ կամ չգիտեմ վարչապետ անձամբ աշխատատեղեր ստեղծել։ Սա պիտի բացատրի, սա բարդ է։ Գիտեք, շատ գայթակղի չէ գործազուրկ մարդուն ասել, որ ես ինձ կամ իշխանության աշխատատեղեր եմ ստեղծել, չկա նման բան։ Հակառակը, մեր իշխանությունը հավաքում այնպիսի պայմաններ է ստեղծել, սոցիալ-տնտեսական եւ տեղական դուրքեր հարկեր վճարներ ենթակառուցվածքներին, որոնք զարգացում, որպեսզի գործարար աշխարհը ինքը շահագրգռված լինի, գա եւ ստեղծել աշխատատեղեր, 4 աշխատողներ, պահանջարկը ավելանում է 5-րդի տեղն է բացում աշխատել, 6-րդի, 7-րդի։ Այս է աշխատատեղեր ստեղծելու միակ օրինական եւ ողջունիչ ճանապարհը, ոչ թե հենց այդպես։ Ուրեմն հեքիաթներ չկան մեր ծրագրի մեջ։ Ամբողջը կապված է ասնամյակների ընթացքում մեր ունեցած դասերից, կարիքներից, խնդիրներից եւ լուծումների ուղղությունները տվելու են մեր ծրագրում։ Երկու խումբ են խնդիրները, որոնք մեր ծրագրով կամենում են լուծել։ Մեկը այն է, ինչ քաղաքը, քաղաքային իշխանությունը իր ուժերով կարող է լուծել, կարգավորել։ Եվ դրա համար մարտակի օժանդակության կարիք չկա։ Պետական կառավարման համակարգի հիմնադրամների օժանդակության կարիք չկա։ Երկրորդը, ինչպես հասկանում եք, ավելի ծանր խնդիրներ են, ավելի ծավալի եւ ծախսատար խնդիրներ են, որոնք լուծելու համար քաղաքային իշխանության հզորությունները, միջոցները, բյուջետային միջոցները անբավարար են։ Այս դեպքերում այո, իսկապես նախատեսվում է անել այն, ինչի իրավունք ունի համայնքային իշխանությունը։ Գործ ունենալ պետական իշխանության հետ, դրամաշնորհային ծրագրեր տերությունից, դրամաշնորհային ծրագրեր հիմնադրամներից, միջազգային կազմակերպություններից, գործընկեր երկրներից եւ ունի քաղաքի 22-23 քույր քաղաքների համացանցի հետ գործընկերություն, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ միջոցներ, ֆինանսական եւ այլ միջոցներ բերել քաղաքի խնդիրները լուծելու համար։ Ժամանակագրական տեսանկյունից նույնպես երկու խնդիրներ, երկու խումբ են մեր խնդիրները։ Մեկը այն է, ինչ մենք հաստատապես երաշխավորում ենք, որ 5 տարվա ընթացքում անելու ենք։ Օրինակի համար երկրորդ հավաքական նիստում մենք սահմանելու ենք Գյումրու մանկապարտեզների հաճախող երեխաների ուսումը անվճար ծառայություն։ Դա համայնքային ծառայություն է եւ մինչեւ հիմա խոհարկ մանկապարտեզներում երեխաների ուսումը
9-10 տարի այս մասին խոսել, բացատրել, համոզել, քաղաքապետերին ենք ներկայացրել, սա էլ ինչպես ասում են տեղից չի շարժել, բայց դա ֆանտաստիկ բան չէ։ Դա մեր հավաքական նիստում որոշելի բան է 120 միլիոն դրամի լրացուցիչ ծախսի հարցը, ինչպեսի կոմարները մենք գիտենք, թե որտեղ են մնացել, դեպի քաղաքական են մնացել, ստերել համայնքային բյուջետ չեն մտել։ Ես առաջին անգամ չեմ որ խոսում եմ այս մասին խոսել եմ, ասացի արդեն 9-10 տարի։ Երկրորդ խնդիրները երկարաժամկետ են, այսինքն կարող են 10-20-30 տարի տևել այդ խնդիրների լուծումները, բայց դրանք պետք է սկսել ինչ-որ մի կետից գալ։ Հնարավոր չէ շարունակ սպասել, որ մինչև չլինի բավարար քանակությամբ փող վերև այդ խնդիրների լուծմանը ձեռնամուխ չլինեն։ Մեր նախընտրական ծրագիրը բաղկացած է 12 գլուխներից։ Նախ եւ առաջ պետք է ասել, որ մեր թիմը ոչ մի շահերի բախում չի ունենալու հավաքական կազմում լինելով կամ պաշտոնավարելուց։ Ինչ է նշանակում սա, մեր թիմում կան գործարար մարդիկ, ովքեր ունեն բիզնեսներ, հավաքական անդամության կարգավիճակում, հավաքական անդամի կարգավիճակում կամ գործադիր կառավարչի կարգավիճակում, մենք ներով համայնքային բյուջեից գնումներին չեն մասնակցել։ Հենց հայտարարում ենք չեն գալիս հավաքական անդամներում, որ մեր շինարարական կազմակերպությունները բարեհաջող կերպով բրցույթների մասնակցեն, ունենան ինսայդերական ինֆորմացիա, ներքին ինֆորմացիա, կոռուպցիայի ներքին տեսակետը, որպեսզի բարեհաջող հաղթեն այդ ներդրումներում, փողը կանեն իրենց համայնքի բյուջեի։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից։ Սա կարևոր հայտարարություն է, որը մեկի մտքով չանցնի, թե մենք հնչակապ ծոված գործազուրկ նստած սպասում ենք, թե երբ ենք մեզ պաշտոն տալու, ժողովուրդը երբ է պաշտոն տալու, գնանք տեսնենք ինչ կարող են սրտել տանել մեր տաներով, ինչպես եղել են ակտիվում բազմիցս։ Քաղաքի համաչափ զարգացումը մեր ծրագրի հիմնական թիրախներից է։ Խոսքն այն մասին է, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, թե համայնքային բյուջեի ծախսերի մեծ մասը մշտապես կենտրոնացված է եղել քաղաքի կենտրոնական հատվածում, ծայրամասային թափահասերում, անհամեմատ փոքր ներդրումներ են եղել։ Խոսքը առնվազն փողոցների բարեկարգման, բակերի նորոգման, խաղահրապարակների եւ այլ ժամանցային ենթակառուցվածքների մասին։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի համայնքում բյուջետային ծախսերը համայնքային իշխանության ուշադրությունը համաչափ պաշտպանի ամբողջ համայնքի տարածքով։ Բոլոր սեփական շները աշխատելու են, տերերը պատասխանատվություն են ստացնելու դրանց համար, մյուսները հավաքվելու են հատուկ տարածքում, որը կոչվում է ապաստարան, ռեզերվացիա եւ այլն։ Ստերջացում, բուժում, անհնարինության դեպքում քնեցում, սա չէ, որպեսզի դրանք դառնան անվտանգ, ոչ մի ուրիշ ֆանտաստիկ բան չկա։ Հատուկ ինչ-որ բան հայտնագործելու կարիք չի եղել, բայց խնդիրը մինչև հիմա չի լուծվել։ Աղբահանության կատարելագործում։ Աղբահաններն են, աղբահանությունն է, կենտրոնում արագ է արվում, թաղամասերում ուշուշ է արվում, աղբահանություն եւ այլն։ Աղբադաշտի ուրեմն վերամշակում, իսկ երկարաժամկետ հեռանկարում նոր աղբադաշտի ստեղծումն է, իսկ ավելի մեծ հնարավորությունների դեպքում ուրեմն աղբի վերամշակման համակարգի ներդրում։